Բարև ձեզ իմ սիրելի հայ բարեկամներ, նորից ես կցանկանայի խոսել ձեզ հետ հայոց լեզվով, քանի որ որպես արդեն ասացի մի քանի անգամ ես շատ եմ ոգեշնչվում, շատ ոգեշնչված եմ զգում, երբ որ ես խոսում եմ, գրում եմ, կարդում եմ ձեր հայոց լեզվով, ձեր սուրբ, հին, գեղեցիկ հայոց լեզվով։ Ես գիտեմ, որ շատ մարդիկ կան, որոնք փորձում են սովորել հայերեն, որոնք ուզում են խոսել հայերենով, ես պիտի ասեմ, որ այս լեզուն շատ դժվար է, իհարկե, բայց ամեն ինչ հնարավոր է, եթե դուք իսկապես ուզում եք խոսել հայերենով, եթե դուք հայ եք, հայ արմատներ ունեք, դա նշանակում է, որ դուք կարող եք, ինչպես ասել, դուք կարող եք վերադառնալ ձեր արմատներին եւ դուք կարող եք հիշեցնել այս լեզուն։ Ես որպես հրեա, որպես իսրայելցի, ես զգում եմ, որ մենք ոչ պարզապես սովորում ենք եւ խոսում ենք եբրայերենով, բայց մենք ավելի ճիշտ ասել, մենք հիշեցնում ենք եբրայերենը, քանի որ մենք շատ տարիներ մենք խոսում ենք այս լեզվով։ Դուք գիտեք, որ եբրայերենը 2000 տարի չէին խոսել Իսրայելում եւ չէին խոսել աշխարհում խոսել են յիդիշ, ջուրի, կովկասի հրեաները, լադինո, իսպանիայի հրեաները, բայց եբրայերենը նորից ապրել ու վերադարձել է Իսրայելին, ես կարծում եմ, որ մոտավորապես 120-150 տարի առաջ։ Եվ սա մեծ հրաշքն է, քանի որ այս լեզվով միայն աղոթում են, միայն աղոթեցին հրեաները առաջ, բայց հետո Էլիեզեր բեն Եհուդա նրա անունը, ինքը ասաց, որ հիմա, որ մենք կամաց վերադառնում ենք Իսրայելին, մենք պիտի խոսենք մեր իսկական լեզվով, մեր եբրայերենը, մեր սուրբ եբրայերենը, որի շնորհիվ գրված է Տորան մեր հրեական աստվածաշունչը եւ ձեր աստվածաշունչը։ Ուրեմն Տորան դա Ветхий Завет ռուսերենով, հա, դա աստվածաշունչ է։ Եվ ես նորից ուզում եմ ասել, որ հայերը, որոնք դեռ չեն խոսում հայերենը, նրանք ինձ հիմա չեն հասկանում, բայց եթե դուք հարևաններ կամ ընկերներ ունենք դուք ունեք ընկերներ, որոնք չեն խոսում հայերեն, բայց ուզում են խոսել հայերեն, բոլորը պիտի հասկանան, որ լեզվի մեջ ազգի ոգի է, լեզվի մեջ ոգի հոգու է։ Եվ ես ամեն օր, որ արթնանում եմ, երբ որ աշխատում եմ, ես ամեն օր իսկապես երջանկություն եմ զգում, քանի որ ես հասկանում եմ, թե ինչ մեծ բախտ ունեմ, որ ես խոսում եմ, կարդում եմ եւ գրում եմ հայոց լեզվով։ Շատ շնորհակալություն ձեզ ուշադրության համար, ես հուսում եմ, որ այս տեսանյութը ոգեշնչված էր ոչ միայն ինձ համար, բայց նաեւ ձեզ համար, իմ սիրելի բարեկամներ, լայլատով բարի գիշեր։